Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 13 Որ կնորոգ է մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնի կերպարանակից լինի, Փիլիպպեցիս 3:21 խոսք։ Հաճախ երբ մեզ տանջում է մարմնական ցավը եւ չենք կարողանում խորհել եւ երկրպագել, զգում ենք, որ սա իսկապես մեր խոնարհության մարմինն է, եւ երբ մարմնից բարձրացող կրքերը մեզ գայթակղում են, խոնար բառը մեզ ամենևին էլ չափազանցված չի թվում։ Մեր մարմինը մեզ խոնարեցնում է, եւ դա գրեթե ամենալավ բանն է, որ անում է մեզ համար։ Երանի մենք իսկապես խոնար լինեինք, որովհետև մեր մարմինը մեզ նմանեցնում է կենդանիներին եւ նույնիսկ հիշեցնում, որ մենք հողից ենք ստեղծվել։ Բայց մեր Փրկիչը, Տեր Հիսուսը, նա կփոխի այս ամենը։ Մեր մարմինները կփոխվեն եւ նրա փառավոր մարմնին կերպարանակից կլինեն։ Եվ դա տեղի կունենա բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են Տեր Հիսուսին։ Հավատքով նրանց հոգիներն արդեն վերածնվել են, եւ նրանց մարմիններն էլ պիտի նորոգվեն այնպես, որ համապատասխան լինեն իրենց վերածնված հոգուն։ Թե երբ այս մեծ փոփոխությունը կլինի, չենք կարող ասել, բայց այդ միտքը պետք է օգնի մեզ դիմանալ այսօրվա փորձություններին եւ մարմնի բոլոր տառապանքներին։ Շատ չանցած մենք կլինենք այնպիսին, ինչպիսին այժմ Տեր Հիսուսն է։ Այլևս չեն լինի ցավող ճակատներ, ուռած անդամներ, կուրացած աչքեր կամ թուլացած սրտեր։ Ձեր մարդը այլևս չի լինի հիվանդություններով լի եւ հիվանդը չի լինի ցավերով լի։ Իր փառավոր մարմնին կերպարանակից կանի։ Ինչ հիասքանչ խոսքեր են։ Նույնիսկ մեր մարմինը կարող է հանգիստ լինել այսպիսի հարության հույսով։